Խաղի մասին կասեմ, որ ինչ որ պլանավորել էինք, ստացվեց, երբ որ խաղում էինք 11-11-ի դեմ, եթե խաղը դիտել եք, գծերի արանքը գնդակ էինք ստանում, կարողանում էինք գծերի արանքում առավելություն ստանալ ու վտանգավոր պայել ստեղծել։ 11-11-ի ժամանակ 4-5 հարված, եթե չեմ սխալվում, ունեինք իրանց դարպասին, իրանք 0։ Խաղը նորմալ ընթանում էր, կարմիր քարտը փոխեց խաղի ելքը, չնայած որ ապրեն տղաները 10 հոգով 90 րոպե, 60 րոպե, եթե չեմ սխալվում, պայքարեցին, մեծ աշխատանք տարան ու փորձեցին գոնե մի միավոր վերցնել, բայց չստացվեց։ Կան հարցեր։ Ինչպես մեկնաբանեք նախ կարմիր քարտի դրվագը, հետո 11 մետրանոցի դրվագը ու ընդհանրապես հարմարաբար նախորդ խաղի համեմատ առաջընթացը խաղային ինչի հաշվին էր դա ապահովել, որովհետև տարբեր թմերին էր։ Առաջի հարցը առաջի կարմիր քարտի համար չէ։ Առաջի կարմիր քարտի դրվագը չեմ դիտել տեսագրությունը, բայց տենց հիշում եմ խաղի ժամանակ, որ խաղացող կար։ Երկու խաղացող կային, ինչքան հիշում եմ, հույսի խախտում չէ։ Երկրորդը, եթե այդպիսի կարմիր քարտ տալիս են, մեր խաղացողին Ֆոֆանային նույնպես հարված եղավ դեմքին, կարող ընդեղ էլ կարմիր քարտ լիներ։ Ես ընդհանրապես ասեմ ձեզ, էլի շատ մրցավարների գործերին չեմ խառնվում, բայց իրավիճակներ են լինում, որ շատ մեծ ազդեցություն ունում խաղի ելքի վրա։ Նայեք, մեր թիմը խաղում, պայքարում է, փորձում է առավելության հասնել, բայց 1, 2, 3 դրվագները ազդում են խաղի ելքի վրա։ Երկրորդ 11 մետրանոցը նույնպես չեմ դիտել, քանի որ նոր է վերջացել խաղը։ Չեմ կարող ասեմ ինչ իրավիճակ էր, բայց եթե ձեռքի հպում կար, կրկին ասեմ, որ մեր խաղացողի դեմքին էլ հպում եղավ, արձագանքը պետքա նույնը լիներ, բայց նույն արձագանքը չտեսա։ Խաղի մասին պրոգրես կա թե չէ, էդ չէ երրորդ հարցը։ Իմ կարծիքով, եթե Նոհան լավ թիմ եմ համարում, ես Հայաստանի մակարդակով։ Եթե իր հետ 10 հոգով 60 րոպե կարողանում ենք խաղալ, ինձ թվում է դա պրոգրես է։ Եթե 11-11-ի հետ խաղի ժամանակ 30 րոպե մենք ավելի սուր ենք խաղում, քան թե Նոհան, ինձ թվում է այդ խաղային պրոգրես է, իմ կարծիքով։ Ես ճիշտ ասած ոչ թե հարցում եք պրոգրես կա, չկա պրոգրեսը ակնհայտ է։ Ինչի հաշվին թիմը հավաքված է, վերջին խաղում որտեղ խոշոր հաշվով պարտություն է։ Նայեք, եթե նայել եք անցած խաղ Ուրարտուի հետ, առաջի խաղակեսը, այնպիսի խաղ չէր, որ խոշոր հաշվով պարտվենք, չնայած Ուրարտուն լավ թիմ է, այս խաղից հետո շնորհավորեցի իրենց։ Ուղղակի խաղը այնպես ստացվեց, արագ սխալներ եղան, անհատական սխալներ եղան, ու խաղը թիմը չկարողացավ վերականգնվել։ Բայց թիմը այնպիսի թիմ է, որ ամեն խաղից առաջ է պատրաստ, ամեն խաղին է մտնում է 3 միավոր վերցնելու, եթե հետևել եք մեր խաղերին։ Ուղղակի որոշ խոչընդոտներ են լինում, դրանց հաշվին անհատական սխալներ են լինում, չի ստացվում միավոր վերցնել։ Էլի հարցեր կան։ Շնորհակալություն։ Մի հատ էլ բան ասեմ, էլի, եթե կարելի է։ Ես չեմ շնորհավորել Նոյայի առաջին դաշտում, առաջինը շնորհավորեցի մրցավարին, շնորհակալություն հայտնեցի, հիմա կուզենայի Նոյային շնորհավորեի հաղթանակի համար։ Ուղղակի այնպիսի իրավիճակ էր, չկարողացա շնորհավորեի։